Կենտրոն հեռուստաընկերության եթերում լույս առավոտին ամենադրական, ամենագունեղ, ամենաշքեղ, ամենաֆանտաստիկ առավոտվա համար միգուցե այս ամեն ինչը շատ էր, բայց Կենտրոն հեռուստաընկերությունը սիրում է մաքսիմալ տալ։ Մենք այն հեռուստաընկերությունն ենք, որ չենք պահում մեր խոստումը։ Գիտեք ինչ, որովհետև մենք միշտ տալիս ենք ավելին մեր խոստացածից։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր առաջին հյուրը սպորտային պատմության մեջ թողել է անջնջելի հետք։ Նա առաջին հայ կինն է, ով դարձել է աշխարհի չեմպիոն, եւ այսօր նա նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի մասին ենք խոսելու։ Մեր հյուրն է ֆանտաստիկ Նազիկ Ավդալյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարեկցես։ Դուք վերադարձել եք, դուք չեք վերադարձել, պարզապես վերադարձել եք առաքելությամբ։ Գիտեք, դուք այն մարդկանցից եք, որ մեր իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում չէ միայն ամբողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր որ ունեն 6-7 տող գրվող պաշտոն, հաղթանակներ, չգիտեմ ինչ ձեռբերումներ, բայց այդ մարդիկ ոչ մի բանի մասին են։ Բայց կան մարդիկ, որ ընդհանրապես կարելի է անունը տալ այդ մարդու, դուք այդ մարդկանցից եք։ Պարզապես անունը ձեր կարելի է տալ եւ ամեն ինչ ասված է եւ այդ անվան ետևում կյանքի մեծ փորձ է, դժվարություններ, վայրեջքներ, վերելքներ, ու ես այսօր չեմ ուզում մենք ընդհանրապես խոսենք ձեր մարզական կարիերայի մասին, որովհետև ամբողջ Հայաստանը, եթե չստեմ ամբողջ Հայաստանը տեղյակ է այդ ամեն ինչից, գիտեն դուք ինչ ճանապարհով եք անցել, գիտեն ձեր մասին նկարված ֆիլմի պատմություն, այսինքն ես չեմ ուզում մենք քննարկենք նոր արդեն քննարկված բազմիցս այդ թեմաները, բայց շատ կարևոր հարցի շուրջ ենք այսօր ձեզ հրավիրել ու ես կուզեմ հնարավորինս շատ խոսենք այդ ամենի մասին, որովհետև մեր ժամանակն է որքան էլ քիչ է, բայց վստահ եմ որ պատմելու, ասելու շատ բան կա։ Այո, ասում եմ մի քիչ եմոսիոնալ շունչ քաշենք, տանք հնարավորություն ձեզ խոսելու։ Նախ ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալ եմ, հուսով եմ դուք եք լավ ու բոլորը լավ են։ Քանի որ ես ամեն առավոտ արթնանում եմ այդպես լավատեսությամբ, ինչքան էլ ուզում եք գործերը շատ լինի, պատասխանատվությունը շատ լինի, բայց շատ կարևոր է թե ոնց ես արթնանում ու ոնց ես օրդ սկսում։ Շատ ուրախ եմ այսօր, քանի որ եւս մեկ առիթ է, հնարավորություն է խոսել իմ հիմնադրամից արդեն եթերում։ Իրականում դուք մինչև եթերը հարց տվեցիք, որ շատ հետաքրքիր ու շատ կարևոր ինձ համար։ Հիմնադրամը նոր է, շատ նոր, դեռ մի տարվա պատմություն չունի, ապրիլի 4-ին է ստեղծվել, բայց դրա տակ կա մի ամբողջ կյանք, սպորտային, գիտակցված եւ չգիտակցված կյանք, քանի որ ես 4 տարեկանից եմ սպորտի մեջ եղել եւ այնքան բան եմ տեսել սպորտում եւ այս իմ անցած 30 տարիների հավաքած, կուտակած, այն ինչ տեսել եմ մարզերում, Հայաստանից դուրս ինձ բերեց նրան, որ ես պետք է ստեղծեմ հիմնադրամ, որպեսզի ես էլ իմ լուման ունենամ, իմ այսքան տարիների անցած ճանապարհով, իմ լուման ունենամ Հայաստանում սպորտի զարգացման գործում։ Հիմնադրամը տարբեր ծրագրեր ունի, ու ուզում եմ հիմնական ինչ-որ ուղղվածություն ունենք, տարբեր ճյուղեր են։ Ընդհանրապես վերաբերում է սպորտին, գրագետ սպորտին, ես թվարկեմ մի քանի բանը, թե ինչ նպատակներ ունի հիմնադրամը, զարգացնել սպորտը ընդհանրապես Հայաստանում, սպորտին ավելի շատ ու ճիշտ մոտեցում տալ, քանի որ ինքը իրականում շատ կարևոր եւ բնագավառ է եւ ապրելակերպ է, եւ ինձ համար մի քիչ տխրեցնում է այն փաստը, որ եւ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկային մի քիչ երկրորդային առարկային որպես դիտարկում եւ ամբողջ մարդը իր ապրելակերպում ֆիզկուլտուրայով զբաղվելը մի քիչ երկրորդային է մղում, քանի որ այն շատ կարեւոր է ընդհանրապես մեր առողջության, ոնց է մարդ կարդալով, ինչ որ բաներ դիտելով իր ուղեղը զարգացնում, որպեսզի դեգրադացիա չգնա։ Նույնն էլ մարմինը պետք է լինի։ Եվ ես շատ եմ ուզում, որ այն ինչ ստեղծում եմ ամբողջ Հայաստանում խթանի սպորտով զբաղվելը, քանի որ աշխարհում ես տեսեք մենք տարբեր երկրներ եմ եղել եւ աշխարհի առաջատար երկրներում ես որ տեսնում եմ ինչպես են սպորտով զբաղվում առավոտյան, երեկոյան, տարիքը կապ չունի, ես դա զգում եմ, որ ավելի մտավոր առումով զարգացվածության աստիճանի է բերում, քանի որ շատ գիտակցում են ու կարևորում են սպորտի կարևորությունը։ Այնտեղ ապրելակերպ է, չէ՞, ավելի շատ։ Իհարկե ապրելակերպ է, ու նույնիսկ տեսեք մի մարզիկը որպեսի լավ արդյունք անի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում,
միլիոնավոր դոլարներ են դնում, որպեսզի մի անգամ երկրի հիմնը հնչի աշխարհի բեմերում, քանի որ ինքը նաև շատ կարևոր նշանակություն ունեցող երկրի եւ դիվանագիտական, տնտեսական, ինչու՞ չէ ամեն առումով շատ կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է սպորտը։ Բայց ասեք, որ մեր ես իրականությունն եմ հիմա ասելու, շատ երկար ժամանակ, միգուցե հիմա գնալով ամեն ինչ ինչ-որ շտկվում է տարբեր բարերարների կամ տարբեր սրտացավ հայրենասեր մարդկանց շնորհիվ, բայց մենք ունենք մարզիկներ, ովքեր որ մարզվում են սարսափելի պայմաններում, բայց ոսկի են բերում Հայաստան, մարզում են շատ վատ պայմաններում, բայց գլուխները բարձր մեկնում են ամբողջ աշխարհով, մեկ մրցում են այնպեսի գիգանտների հետ, ու նայում ես իրենց թիմը, նայում ես իրենց բյուջեն, իրենց հնարավորությունները, բայց մերոնք երբեք ցույց չեն տվել, որ գիտեք ինչ, իսկ մենք գիտեք ինչ պայմաններում ենք մարզվել։ Չէ, ես վառ օրինակներ գիտեմ, ուղղակի չեմ ուզում հիմա բարձրացնել, չնայած Արթուրին Դավթյան, ես գիտեմ, մարզիկ, ով կրկին իմ շատ մոտ հարազատ մարդու, մենք բազմիցս խոսել ենք այս թեմայի շուրջ ու այո, ժամանակին նա շատ բարդ պայմաններում, սարսափելի պայմաններում մարզվել է առավոտից երեկո, բայց բերել է այդ հաղթանակը Հայաստան։ Դա խոսում է նրա մասին, որ մենք սպորտային ազգ ենք, մեր մեջ կա այդ ներուժը, այդ պոտենցիալը եւ դրա համար է իմ շահագրգռվածությունը, ես էլ որպես անձ, որպես մարզիկով անցել այդ ճանապարհը, ես էլ ուզում եմ իմ ներդրումն ունենամ, որ ավելի շատ լինեն հնարավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր ներուժը ավելի լավ ցույց տալ։ Տեսեք, եթե մենք պայմաններ չունենք ու այդպիսի արդյունքներ ենք տալիս աշխարհում, գնալով իհարկե ավելի է լավանում, հիմա շատ ավելի լավ է, բայց յուրաքանչյուրը ես գտնում եմ, որ եթե մի ճանապարհ է անցել, որ ինչ որտեղ նաև արժեք է ներկայացնում իրենից, պետք է հնարավորինս այնպես անի, որ այդ արժեքից օգտվեն սերունդները, կարողանա փոխանցել, հենց դա է իմ կարծիքով իրական արժեքը, եւ ես էլ ուզում եմ իմ լուման ունենամ այդ պարագայում, մի քիչ դուրս գանք այդ պահանջկոտության, կարելի ասել դիրքից, այո, եւ մենք էլ փորձենք ինչ-որ բան մենք անենք, որպեսզի մի փոքր էլ այն ինչ որ մենք տեսել ենք, այն բացթողումները, որ եղել է մեր ժամանակային հնարավորությունները, որ մենք ենք ունեցել, ինչու՞ չէ նաեւ փոխանցել մյուս սերունդներին։ Իսկ ինչպես կարող ենք ավելի զարգացնել կանանց ծանրամարտը Հայաստանում։ Հնարավորություններ տալ, որպեսզի աղջիկներն ավելի ներգրաված լինեն սպորտում եւ հոգեբանական առումով եւ ինչու՞ չէ մարզադահլիճների կառուցմամբ ընդհանրապես խրախուսել կանանց, որովհետեւ տոկոսային առումով որ համեմատում ենք, տղամարդիկ բնականաբար ավելի շատ են, չէ՞։ Այո, ավելի շատ են եւ տեսեք մեր մոտ ընդհանրապես աշխարհի մակարդակում որ համեմատում ենք, հայ կանայք ավելի իրենց համար հեշտ է աշխարհի առաջնություններում ինչ որ լավ արդյունքներ ցույց տալ, այդպես ասեմ, քանի որ մենք ունենք այդ ներուժը, ավելի շատ ունենք, քան չասեմ ամենաշատը, բայց քան այլ երկրներում դա մենք բազմիցս ապացուցել ենք, դա մեզ ավելի հեշտ է տրվում, իսկ եթե մենք կարող ենք մեր եւ ֆիզիկական եւ էներգիայի առումով եւ մտավոր ներուժը կիրառել սպորտում եւ մեր երկիրը ներկայացնել աշխարհին, ինչու չանել։ Շատերը որովհետև քննադատում են կանանց ծանրամարտը կամ աղջիկների ներգրավվածությունը սպորտ, բայց որպես ապրելակերպ մեր կանայք օրվա մեջ շատ ծանրաբեռնվածությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը վերցնում իրենց վրա գյուղերում, ինչքան գործ են անում, բայց եթե դա կարելի ավելի ճիշտ ու գրագետ ձևով ներդնել եւ ինչ որ հետագայում լուրջ արդյունք ունենալ, ինչու չանել։ Այդ կոմպլեքսներն են։ Նազիկ ջան, ձեր սպորտային կարիերայում ամենաէմոցիոնալ կետը, որ այսպես աչքերը փակում եք, միանգամից հենց դա է ձեր աչքի առաջ գալիս, ո՞րն է։ Մեր հեռուստադիտողին կհետաքրքրի վստահ եմ ավելի քան։ Երբ որ ավտովթարից հետո կարելի ասել եւ բոլոր դռները փակվեցին իմ առջև, քանի որ եւ հավատի առումով բնականաբար չէին հավատում նորմալ էր դա ողնաշարի կոտրվածքից հետո նորից վերադարձ ծանրամարտ, հետնել 6 տարի ընդմիջումից հետո, երբ որ ես արդեն ամենավերջի հույսս կորցրել է եւ նորից դիմեցի իմ բժիշկներին վիրահատության համար, ու վիրահատությունից հետո իմ առաջի մուտքը ծանրամարտի մարզադահլիճ, երբ որ ես իմ ծանրաձողի հետ էի խոսում, ասում էի ես եւ դու ենք եւ բացի քեզնից ինձ ոչ ոք չի հավատում։
Շնորհակալում եմ շատ։ Իրականում այդ պահը ես չեմ կարող ուղղակի այսպես բառերով նկարագրել, հիշում եմ, ուղիղ 1 տարի առաջ էր նորալիք միջազգային մրցույթից վերադարձա եւ եղավ ֆիլմի պրեմիերան Մեդալի հակառակ կողմը։ Հիշում եմ կնքամորս հետ գնացինք եւ մենք էմոցիաների տակ էինք, ուղղակի ամբողջ ընթացքում լացում էինք, որ ինչպիսի հզոր կին, ինչպիսի ֆանտաստիկ մարզիկ ունենք մեր Հայաստանում, առհասարակ մեր չգիտեմ, իրականության մեջ ու ես ուղղակի ուզում եմ ձեզ ասել ի խորոց սրտի շնորհակալ ենք ձեզ այդ հաղթանակների, այդ զգացողությունների, այդ հպարտության զգացումի համար, որովհետև իրոք չգիտեմ ուղղակի շնորհակալ ենք։ Ու ես վստահ եմ շատ հեռուստատողների անունից կարելի է շնորհակալություն հայտնել, որովհետև կան մարդիկ, ովքեր հենց այս պահին միգուցե կանգնած են շատ դժվար քայլի առաջ ու չունեն այդ ուժը, չունեն այդ հավատը առաջ գնալու, իսկ դուք վառօրինակ եք կրկին ոտքի կանգնելու եւ շարժվելու առաջ։ Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ կրկին անդրադառնանք հիմնադրամին։ Դեր նշեցիք, որ արդեն 1 տարվա պատմություն ունի հիմնադրամը։ Ապրիլի 4-ին է հիմնվել։ Կարող եք ինչ-որ ամփոփել, այսինքն նախնական ինչ-որ քայլեր, ձեռքբերումներ ունենք այս պահին, թե դեռ ոչ։ Բնականաբար եւ այս ընթացքում ծրագրերն էին մշակվում, քայլերն էին մշակվում, ընկերներ եւ գործընկերներ են ներգրավել։ Հիմա մի քիչ նպատակներն այդպես ասեցի եւ չխոսեցի, նպատակներն ընդհանուր սպորտի զարգացումն է Հայաստանում, սպորտի խաղացումը եւ մեր քրեակատարողական հիմնարկներում, ինչու ոչ հնարավորություն տալ ավելի ճիշտ ու գրագետ ձևով զբաղվել, մրցաշարերի կազմակերպում, սպորտային բժշկության, այդպես կրթական, մարզիչների, հոգեբանների, կինեզիոլոգների վերապատրաստում, իսկ ամենակարևոր ծրագրի համենայն դեպս իմ համար ամենաառաջնային այդ պարագային, ոչ թե կարևոր, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման հետ կապված ես կխոսեմ հոկտեմբերի 7-ին, երբ որ կլինի մամուլի ասուլիս եւ պրեզենտացիան, հենց այդ նախագծի պրեզենտացիան այդ օրը կխոսեմ պրոֆեսիոնալ սպորտի զարգացման մասին Հայաստանում։ Իսկ հիմնադրամը արդեն ունի լավ ընկերներ եւ գործընկերներ, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս ամիսների ընթացքում, ովքեր հավատացել են, կիսում են հիմնադրամի արժեքները, ովքեր դեռ միանալու են, այն բոլոր մարդկանց եւ ընկերություններին, ովքեր ինձ ոգեշնչում են եւ հավատում են այն նպատակին, որը որ իրենք նույնիսկ չեն էլ տեսնում, քանի որ բնականաբար չեն անցել այդ ճանապարհը, բայց ինձ շատ ոգևորում է այն, որ առանց պատկերացնելու հավատում են ինձ, դա ինձ համար շատ կարևոր է։ Ես մի հարց ունեմ։ Կոչով դիմենք մեր հեռուստատողներին, ես չգիտեմ ովքեր հենց այս պահին մեզ դիտում, բայց վստահ եմ կան մարդիկ, ովքեր որ կարող են եւ կդառնան այն ընտանիքի անդամը, որը որ կհամախմբվի այս մեծ կարևոր առաքելության գաղափարի շուրջ ու ձեզ հետ գնան առաջ։ Ես վստահ եմ, որ մաքսիմում մի տարի հետո մենք շատ ուրիշ հաջողությունների ձեռքբերումների մասին միանշանակ։ Եվ վերջին հարցը։ Եթե ձեր կարիերան սկսեիք օրինակ նորովի, ինչ խորհուրդ կտայիք ձեզ։ Ես ինձ խորհուրդ կտայի երևի, որ նախ կասեի, որ դու շատ բարդ ու դժվար ճանապարհ ես ունենալու, բայց երանելի, քանի որ այն ոգեշնչելու է շատերին, եւ դա չի լինելու իրական քո ճանապարհը, քո առաքելությունը, դա լինելու է պարզապես ցածկահարտակ, այդպես են ասում տրամպլին, որպեսզի դու կարողանաս այդ քո անցած ճանապարհը ծառայեցնես մյուս սերունդներին, որը որ ինձ համար ամենակարևորն է այս պարագայում։ Ես միշտ եմ ասել իմ անցած ճանապարհը, այո, ինձ համար շատ կարևոր է ու թանկ, դրա համար ես չեմ ուզում հենց այնպես անցնի դա եւ ուզում եմ, որ այն ամեն ինչի միջով ինչ որ ես անցել եմ, այն դժվարությունները մյուս սերունդներն էլ կարողանան փոխանցել այդ ամեն ինչը։ Եվ պարզապես կասեի, որ երբեք եւ որևէ մի պարագայում մի հանձնվի, որովհետեւ ամեն ինչը քեզ համար հենց այնպես չի տրվելու։
Շնորհակալ ենք, անչափ։ Նազիկ, հալա խաշ թե պաներ խաշ։ Պաներ խաշ։ Պաներ խաշ, ես տենց էլ գիտեի։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզնավորվա շարունակություն, Նազիկ Ավդելյանն էր մեր հյուրը, մարդ ում մասին կարելի է խոսել օրերով, ժամերով, ամիսներով, տարիներով, մարդ ում հետ կարելի է հաճելի զրույց ունենալ մշտապես։ Շնորհակալ ենք շատ, որ ժամանակ գտաք եկաք մեր մոտ։ Վստահ եմ, նորից կրկնեմ, այս հիմնադրամի մասին մենք դեռ շատ առիթներ ենք ունենալու խոսելու։ Շնորհակալություն։ Ձեզ հաջողություն։ Իսկ այս պահին գովազդ մեր եթերում, ինչի դեպք վերադառնանք, կշարունակենք, մենք ունենք եւս մի տաղանդավոր ու կարգին հյուր։